Եկեք բացենք։ Շատ ուրախ եմ բոլորին տեսնել, իրականում Open Up-ը մի ֆորմատ է, որ ոգևորում է մեզ բոլորին, որպեսզի մենք պատրաստվենք, որպեսզի յուրովի նայենք կյանքին, յուրովի նայենք մարդկանց եւ յուրովի անենք այն, ինչը որ տանում է մեզ դեպի աշխարհ մարդու բացահայտման։ Այսօր լավ է սկսել, բայց Այս հաղորդման իմաստը կայանում է նրանում, որ մենք իրան փորձենք բացահայտել յուրովի, փորձենք հասկանալ իր ներաշխարհը եւ փորձենք տեսնենք ինչով է ինքը ապրում, ինչ ձևի մարդ է ինքը եւ ինչպիսի ձգտումներ ունի այս կյանքում եւ ամենակարևորը ինչ բառեր են, որ իրեն բնութագրում են։ Կարենը ինձ օգնելու է այս հարցում, որտեղ ես մենակով չեմ կարող այս ամենը անեմ։ Եվ սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրին, հիմա լուրջ կկարդամ իրա մասին։ Տիկնայք եւ պարտնայք։ Cyber Hype AM կիբերանվտանգությունով զբաղվող ընկերության համահիմնադիր։ Metascale թվային մարքեթինգով եւ բիզնես աճով զբաղվող ընկերության համահիմնադիր։ Արդի կրթական ակադեմիայի մարքեթինգի բաժնի ղեկավար։ Նրա փորձն ու գործունեությունը եզակի է, սկսելով որպես իրավապաշտպան, նա շարունակել է գործունեությունը որպես մեդիա ոլորտի փորձագետ, համալսարաններում դասախոս, Artsec հիմնադրամի տնօրեն։ Նա նաև վարում է Սյունյակ Media AM նախագծում, ներկայացնելով մեդիա ոլորտը։ Ամենակարևորը ինքը իր որդիների կսուտիչնալական պատողություն։ Սամվել Մարտիրոսյան, խնդրում եմ ողջունել։ Ողջունում եմ Սամվել ջան, նա շատ շնորհակալ եմ, որ եկել ես, որ կարողացել եմ անոսել պոդքասթ։ Լավ, միշտան դեռ ցանել եմ։ Յուրոպան։ Նույնիսկ այդքեր է Սամվելն ասացի հաղորդմանս մտած արտիկուր է կանչես։ Բայց քանի չկայմեցի ուրիշ լավ։ Ես էլ ուզում եմ որ մանր չփոխեմ։ Սամվելը հիմա պատմելու է 2 ճիշտ եւ 1 սուտ։ Եվ մենք փորձելու ենք կրահենք, որն է սուտը իր պատմած պատմությունների մեջ։ Ու ես տեղյակ չեմ ինչա պատմելու, որտեղ միջև վերջի պահը, ինչքան ես իրան մեսիջ չուղարկեցի, ինչքան ես իրան չգրեցի Սամվել, որն է քո պատմությունը, մեկա չասեց, դրա համար ես ինքս չգիտեմ որն է ճիշտ, որն է սուտ։ Խնդրում եմ, Սամվել ջան, հələ Okay։ Բայց ներկաների մեջ մարդիկ կան, որ կարող են ինչ-որ բաներ իմանան, խնդրում եմ խաղի կանոնները պահպանել, եթե գիտեք մի պատմեք էլի։ Կդորմա մարդ եղեք։ Աչքից կան մարդիկ, որոնք գիտեն, հա։ Դե կարող է գիտեն, կարող է չէ։ Լավ։ Պատմությունը համար 1, երբ որ ես լրագրող էի Շուտվանից եւ աշխատում էի հեռավոր երկրների համար, տենց ինչ որ ֆրիլանս, ոչ ֆրիլանս խառը եւ Այս լրատվամիջոցում հետս մի անգամից մի քանի բան ա եղել։ Այդ ոչինչ մի պատմության մեջ 2 բան։ Ես չգիտեմ դու ինչ ես պատմում։ Լավ սուտ է, փոչով սուտն է, հա։ Ուրեմն այդ լրատվամիջոցը անուններ չտամ, բայց ինքը Ռուսաստանի դաշնությունում էր աշխատում, ինքը այլևս չի գործում, իրան հայտարարեցին ինչ-որ ագենտ, բան թողեցին, ոչ էլ չկա։ Ինչև այդ լրատվամիջոցը սկզբից ինձ հրավիրեց լինել Հայաստանի սոպկոր, այսպես ասած, ու ես չոր նորություններ էի գրում, հետո հոդված գրեցի, այնտեղ դեպք եղավ, որ հիշում եք Բարիս Բերեզովսկի կար։ Ու այս Բերեզովսկին մի անգամ Ելենին ազգանունով կեղծ պասպորտով ինչ որ եկավ այս կողմերը երևաց գնաց, ու ինքն ու մեկ ուրիշ մի ազնվորություն, որին
կարող է նույնիսկ հիշեք, նույնպես Լիտվինենկը կար մի, որը նախկին KGB-ի աշխատող էր, հետո փախել էր Անգլիա, ու իրան այնտեղ Պոլոնիայով թունավորեց FSB-ն, ու ինքը տենց շատ դաժան ձևով մեռավ կամերաների առաջ։ Կարճ ասած, իրանք ինչ-որ հոդված գրեցին Հայաստանի մասին, ես դրա դեմ հոդված գրեցի, ու հենց խմբագիրը ուրախացրեց, ասեց, որ Բերեզովսկին ու Լիտվինենկոն քեզ դատի են տալիս։ Բայց նենց era, որ Լիտվինենկան շուտով մահացավ ու Բարի արջ։ հետո Բերեզովսկին կախվեց ու տենց այդ դատը չհասավ։ Ու այդ նույն լրատվամիջոցում հետը սերավ մի ուրիշ պատմություն, այդ Միխացվեն խմբագիրը գրեց, ասեց, լսի, դու կարող չգիտեմ խի տենց միտք իր մոտ առաջացավ, ասեց, անգեր ադրբեջանցի լրագրող ունես, մեր մոտ լրագրող չկա Ադրբեջանում, իսկ լրահոս պետքա լինի։ Ես ասի, նենա ես անեմ։ Ու 3 տարի եղել եմ Ադրբեջանի բանը, թղթակիցը, Լավ է։ ինչքան վատ բան կար գրում էի, սաղ օրը ընդ ինչ-որ տապորով իրար սպանում էին, մորթում էին, բռնաբարում էին, ինչ-որ ինցեստ տապորով, բռնաբարություն տրակտորով, ոչ իմ սենց բաներ էին։ Ու հոդվածներ էի գրում, ու այդ հոդվածների հեղինակը Ադրբեջանի ԱԳՆ-ով արգելք էր ստացել բուտք գործել Ադրբեջան։ Այսինքն ես իմ կեղծանունով ունեմ պաշտոնական արգելք մտնելու Ադրբեջան։ Լավ։ Որպես կեղծանում է։ Արա ինչ-որ ռուսահարական ոնց էր Սակեյշան Սամվելով։ Չէ, ինչ-որ համարյա Ռաբինովիչը, բայց այդ կադել չէ, հա։ Երկրորդ պատմությունը շատ ողբերգ։ Այդ առաջին պատմությունն էր, թե Այդ սախ մի առաջին պատմություն։ Երկրորդ պատմությունը այն է, որ ես ինչպես ես չդարա հայտնի ջութակահար։ լավ։ Շատ սիրում էի ջութակ, որովհետև տենց ինչ որ նայում էի, դե փոքր ժամանակ նայում ես մատներին։ Դաշնականները տեսամ դուրս գալիս են, հետո տեսա ջութապահարներին ջոգեցի, որ սրանք սարին կարացուլ է, որտեղ այսքան բանի վրա տենց հատկապես որ բանը Պագանինի կինոն էլ դուրս եկավ, հիշում եմ, Մասարյաններն գլխավոր դերում, ֆանտաստիկ ֆիլմ էր, որ չմիացա ջութակին սիրարվեցի, սկսեցի ջութակ նվագել ու հետներ փողոցից բռնեցինք, որ նայեմ, որ հետևից էլ գալիս է շունը։ Հա։ Ֆրանսմի շունիկ եկավ ու տարավ տանշում։ Դե եմ քնած լոքեկով էր, դրա համար անունը Չումազիկ էինք դրել։ Դե բնականաբար։ Ու տենց եղավ, որ այս Չումազիկը հանդիպեց ջութակից ու տենց ամեն ինչը վերջացավ, սովորաբար շները չաստեր են ուտում, Կերավ ջութակ։ ու տենց ավարտվեց իմ ջութակարի կարիերան ու տենց մոտը ստրես մնաց, տենց էլ Բայց չընտրեցի, որտեվ չկար ատամ հատիկում հորաբաներ։ լսի, այդ ստրեսը այնքան խորն է, որ էլ չեմ էլ ուզում, հա։ Լավ։ Փորձած հնարավորությունները։ Երրորդը իմ մյուս մոտ ներկայի մասին է, այն որ ես դպրոցում եմ դաս տալիս, արդեն այս տարի 30 տարին է լրանում եւ այս պատմությունը ավելի այսպես նկարագրական է, հիմա հավատում եք թե չէ, արդեն դուք որոշեք, որ ես դպրոցում դասավանդել եմ հետևյալ առարկաները. հայոց լեզու, ռուսերեն, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա, ռուսերեն ասեցի, չէ։ Հա։ IT։ Պատմություն, ֆիզիկա, ինֆորմատիկա, Հա։ Իսկ բան Ինչ առարկա։ ծերագործ։ Ձեռագործը չէ։ Հա։ Հասարակագիտություն դե հիմա եմ դասավանդում, այդ հաշիվ չէ։ Այդ պարզա։ Ինչ առարկա կա։ Քիմիա, Քիմիա,
Դե մաթեմ երկրաչափությունը դի parza Բարոյագիտություն։ տնտարակա կա։ Ին վաղտ կար, չգիտեմ հիմա կա։ Դե չկա, չես տենում շուրջդ նայ, հա։ Էլ առակա չկա, չէ՞ ոնց որ է։ Ոչմ, հա։ Ամեն ինչ։ Դե չէ, գերմաներեն չեմ դասավանդել։ Ձերագոր չեմ դասավանդել։ Էրիթմիա։ Ու էվրիթմիա չեմ դասավանդել, բայց սովորել եմ 10 Ես վերջ պատմությունները Հիմա մենք պիտի հասկանանք, որ նա սուտը։ Մի հատ նա սուտ։ Սա սուտ է իրական։ Չէ, բայց մի հատ նա սուտ, Սամվել։ Հա, դու օֆի մի հոտ ես։ Արեք ջան, մի հատ արի հասկանանք։ Առաջինը բլոկով կարա սուտ ըլնել է։ Բայց դից երկու պատմություն եղավ։ Դե դրանցից գոնե մեկը որ սուտ է, արդեն ինքը Լավ, եկեք մի հատ հասկանանք, որ նա սուտ։ Ով է։ Ով, ահան։ Չումազիկի ջութապտելու պատմությունը սուտ։ երբ պետք է ռեակցիա տամ։ Հիմա սուս ես մնում, հələ դա չգսայք։ Կստեմ, հա։ Հա, էդ էլ հասկացանք հետո, էլ ինչ կարծիքներ կան։ Կարիերայի Բերիզովսկիի հատվածին չեմ հավատում, դատի տալով։ Բերիզովսկուն չես համ։ Մի հատ էս ցախ կողմից էլի հարցնենք, դու կարծիք չունեք։ Չինքս։ Առաջինն է սուտ, Բերիզովսկին է սուտ, ձին ինչ ես կարծում։ Ես կարծում եմ, որ առաջինը կարա լրիվ ճիշտ լինի, բայց այնտեղ առանձին դետալներ կային, որ կարող է սպոյլ անեին։ Օրինակ, Գիտեմ, այդ դվայնոյ դատը մի անգամից էլ տեսով դատի տանու։ Չէ, միասին էին։ Իրանք երկուսով միասին, չի որ առանձին առան։ սպասի, հələ նայենք, ինչ են մտածում, հա։ Չէ, դե ուզում եմ որ ճիշտ գծով մարդիկ խանը պատմությունների մեջ եթե թուրն բռնություն կա, էլի զուտ է տեմ ուղղ։ Լավ, Теория, когда слишком много деталей, значит, это неправдоподобно. Իսկ շատ դետալներով պատմությունը, տենց ճիշտ դետեկտիվն է, դա առաջի պատմությունն էր, այլապես ուրիշ բացի առաջինից տարբերակ այս պահին մտքովս չի արցնում։ մի հատ, հա։ Սուտա, որ սաղ դասավանդում է։ Չէ, Գագոն հավատում է, որ ամեն ինչ դասավանդում է, չէ, Սամվելը։ Հա, Վարդոֆյանում ամեն ինչ հնարավոր է։ Երրորդը սուտա ամեն ինչ հավատում եմ բացի ֆիզկուլտուրայից։ Մի քիչ ագենտ բան այդ ամեն ինչը շատ Բայց առաջի դասանում գործագործ են խաղում, ինչ։ Համազեց։ Լավ։ Դդդդը։ Ասեմ։ Դդդդը։ Չեմ հիշում։ Չեմ հիշում որ դա սուտ։ Որն է սուտ, Սամվել։ Ժորդ, ես չոմազիկ շուն չեմ ունեցել, ջութակ կյանքում չեմ նվագել, որովհետև ջութակ, բայց կուզենայի շատ նվագել։ եթե չումազիկը տենց բան արած լիներ, դրանից հետո երևի Չասեցին չեղել չոմազիկը։ չումազիկին Ում։ Բայց Քեզ ինչի համար։ Բերեզովսկու պատմության մեջ Դու միկրոֆոն վերցրել ես։ Ես ասացի, որ ջութակ չի կարող ինքը նվագի, իր մատները ջութակարի մատներ չեն։ Ցույց տուր մատները ձալին։ բայց ինչ խտրականությունա չէ 100%։ կարող ունենա Առաջինը ես հələ ինչ որ դետալներ չեմ ուզում բացահայտել, որտեվ այնտեղ ավելի վատ բաներ եմ բادل։ Մեր հարևան հարաբերության հետ։ Փաստորեն մենք բացահայտեցինք, որ Բերիզովսկին քեզ ուզում էր դատի տար։ Եվ ինչպես դու զգացիր այդ իրավիճակում։ Ինձ հետաքրքիր է քո զգացմունքները։ Լսի Բեսան զարմացա։ Հետո Բեսան ուրախացա։ Ինչի։ Դե որովհետև լրագրողը երբ է դառնում հայտնի, երբ իրան սպանում են, այդ լավագույն ելքը չէր։ Կամ երբ իրան Բերեզովսկին կամ մեկը տենց դատի է տալիս։ Ընդ որում ինքն է ճիշտ, էլի։ Մենակ չասես, որ քո աստղայինը այդ ժամանակից սկսվեց։ Չէ, իմ աստղայինը սկսել է Չումազիկի հետ նվագելով։ Լավ, ծափարություններ խնդրում եմ անցնեք մյուս ակտի։ Միջև մյուս ակտին անցնելը ես ուզում եմ աուդիտորիային հարց տալ, որոնք են այն 3 բառերը, որ բնութագրում են Սամվելին։ Խնդրում եմ։
Հետադարձ կապ ինձ եւ Սամվելին։ 3 բառ Սուտասան, արտակը ունի տարբերակ, սուտասան, այդ միանշանակ, ով ինչ հարցով դիմում է, բոլորին պատասխանում է սոցցանցերով։ Հետևաբար կարելի է բնութագրել որպես բարի։ բարի չէ։ Աննա Իսրայելյանը ինձ հարմար բառ է հանարել, ասում է անմերժունակ։ Ըստ թողին աններժունակ, էլ, կողքդ փոխանցի, Բարի ու այդ։ սարկաստիկ, սարկաստիկ, հետև փոխանցի, Ես չգիտեմ։ Արդեն ազդեցություն չունեմ։ այո, Չէ, չգիտեմ ճիշտն ասած, մտածում եմ ինչև ստեղ գալը, տենց էլ մտքովս չանցավ ինչ որ։ չես կարող իրան ոչ մի ձևի Չէ, նկարագրել, շատ խառը։ խառը, Իմ համար հա։ հա, վահին Պետքա կտաս, սպոյլեր անեմ, որ այս բառը ուզում էի գրել։ Человек, который не меняет своих убеждений, հաստատակամ է։ հաստատակամ իր սկզբունքների մեջ, սկզբունքային, լավ, Мне кажется, честность и порядочность. Разум до сих пор жив после Березовского и Литвиненко. Или больше пронырливость։ Սպասում էի այս հարցին եւ փորձում էի հասկանալ ինչ բառով նկարագրել։ Երևի բժշկի պատմությունից հետո մտածում եմ, որ ավելի էմպաթիկ մարդ է։ էմպաթիկ, լավ, Ես տարբերակ չունեմ։ լավ, մտածեք, հա, բայց Ես դեռ կմտածեմ։ այն կողմ կփոխանցես Արեգ ջան, Երևի վերլուծական մտածելակերպով։ Մարին, Բժշկի պատմությունից բարի, որ ուզում է անպայման օգնած լինի, բայց հետն էլ խառը, ես հələ խառը, շատ եմ հետևել, հա, ու միշտ չեմ զգում, այդպես։ այսօր կփորձենք զգալ, Համեստ։ Ես անընդհատ մտածում էի ու չգիտեմ ինչքանով կարող բան հնչի, բայց հայրենասեր են։ Ես կարծում որ կա այդ սոտիկի ձեր մեջ։ Всё-таки, Всё-таки. Աննա, Որովհետև կարող է առաջի հայացքից այդպես չթվալ, բայց իրականում ինձ թվում է, որ դուք շատ խորը հայրենասեր եք։ առաջին հայացքից LinkedIn երբ մտնում ես, ասում ես ժողովուրդ ջան, WhatsApp-ը սենց փագեք, LinkedIn-ը սենց փագեք, լավ, Ես հետևում եմ սոցցանցերում Սամվելի պոստերին ու ինձ թվում է ամենագետ եւ ստեղծագործ։ Ըստ ինձ, ես տենց եմ ընկալել համենայն դեպս։ լավ, ձեն, Ես կարծում եմ, որ մարդ երբեք ինքը իր մասին շատ դրական բան չի ասի։ Այդ սովորաբար բոլոր նորմալ մարդկանց մոտ է տես, դաժե երբ որ իրենք слишком լավն են, հետևաբար եթե հաշվի առնենք, որ Սամվելը ինքն է իր մասին նկարագրել մի քանի բառով, 3 բառով, то կարա լինի Տականք։ Չէ, դա ուրիշ տարբերությունն է։ Իրականության հետ համահունչ կարա լինի flexible, ինչ որ առումով ճկուն, ոնց մարդին ինքը իրան կներկայացնի։ Ինչ որ այդ բառը մտքով ցանցած։ եկեք այսքանը մտա պահենք առայժմս, հա, հետո ոնց որ կվերլուծենք։ Իսկ հիմա առաջարկում եմ մի հատ խաղ։ Ես ունեմ քարտեր ունեն sense text, իդեպ ասեմ, որ սկզբից Սամվելին որ ասի sense քարտեր ա լինելու, այս կողմից սկսեց կարդալ, ասում եմ ընդամենը մեր լոգոն է, ու ընդամենը գրած է we bring change, էլի, ոնց որ հա։ Բրեժնևը իշմեց, որ վերցնում է թուղթը, ասում է հետո իրան կողքից ասում են այդ օլիմպիական բաներն են։ Ես լրիվ ինձ Հիմա անենք, ես մի հատ գնդակ ունեմ, ուղղակի ուրախացնելու համար մեզ, էլի, որ մի քիչ գույն տա, ես առաջարկում եմ մենք քարտեր քաշենք ու իրար հարցեր տանք, հա, Սամվել ջան։ Okay։ Առաջին քարտը ես կքաշեմ։ Որ դեպքերում ես սովորաբար անհանգստանում։ Միշտ։ Ես իրականում միշտ անհանգստանում
հավատում եմ, բայց միշտ փորձում եմ չանհանգստանալ։ Այդ երկուսը ցենց անընդհատ իրար հետ ցենց իրար կրծում ուտում են։ Ես էլ կողքից նստած նայում եմ, սպասում եմ երբ կհանգստանամ։ Այսինքն բան ես, տրիվոժնի ես։ Այնքան երկար է, որ արդեն տվարոժնի եմ ոնց որ ասած, հա, բայց իրականում ուղղակի փորձում եմ չլինել։ Լավ։ Ես էլ եմ միշտ անհանգստանում, դրա համար էմպաթիկ հայացքով վրետ եմ նայում։ Մյուս հարցը։ Так. Որ դեպքում եք դուք արդյունավետ զարգանում։ Որ դեպքում եմ ես արդյունավետ զարգանում։ Իսկ անարդյունավետ զարգանալ կարելի է։ Հա, անարդյունավետ անիմաստ էլի։ Մի րոպե, սպասի պատասխանեմ, որ դեպքում եմ ես արդյունավետ զարգանում, ես զարգանում եմ այն դեպքում, երբ որ միջավայրը իմ ներքին իրավիճակային զգացողությունը համապատասխանում են։ Բայց այդ համարը չի լինում, չէ՞։ Չէ, լինում է շատ այլ։ Ունակ հիմա կա։ Հա, դեպի նոսում Երբ որ կա միջավայր, որը որ չի խոչընդոտում իմ ներքին process-ին։ Քո սիրելի ուտեստը, հոբին, ռեստորանը։ Կարող եմ վերջից գալ։ Վերջինը շատ պարզ բացատրություն ունի, ուղղակի զուտ վիճակագրորեն։ Մենք միշտ ընտանիքով գնում ենք ցենտրալ կաֆե։ Ցենտրալ։ Ցենտրալը սիրում ենք, չէ՞, ժողովուրդ։ Համել այնտեղ լիքը ընկերներ են անում, մեր նման, որոնք մի անհանգստացող։ Երևի։ Հետո ինչն էր։ Հոբին ու ուտեստը։ Հա, ուտեստը։ Լսի, հոբի հարցը, ես ընդհանրապես չեմ ջողում հոբին ինչ է, ազնիվ խոսք։ Այսինքն ես կամ մի բանով զբաղվում եմ, կամ չեմ զբաղվում։ Ну, մաքսիմում կարող է հոբի հորզինգով մի օր սկսեմ զբաղվել, բայց դժվար, հա։ Բայց ինձ թվում է հոբին հորինել են արիստոկրատները, որոնք լոքշից մեռնելուց ինչ որ բաներ էին հորինել, որ ինչով զբաղվում, որտեղ ուրիշ բան չունեին, դարդ։ Ու դրա համար իրանց մոտ ջուր անջատվում էր, էլի, գցենք լոքշ, մեգա լոքշ ու մեգա հոբի։ Հետո էլի գնում էր, լոքշ, հոբի։ Դրա համար իմ մոտ եմ որ ասեն օրինակ, ինչա։ Լոքշն էլ է հոբի։ Հա, բայց դու պետք է լուրջ մասնագետ լինես, որ լոքշի մեջ կարողանաս ճիշտ մնաս այդ վիճակի մեջ, էլի։ Դե հատուկ յոգա է, լոքշա յոգա է։ Որովհետև օրինակ ասում են ձեր հոբին, ասում են գիրք կարդալը, գիրք կարդալը ոնց կարա հոբի լինի։ Չի կարա, ես էլ եմ համաձայն։ Կամ ձեր հոբին նկարելը, հոբին ոնց կարա նկարել լինի, կամ դու նկարում ես, կամ չես նկարում։ Չէ, մի րոպե, հոբ, ես նկարում եմ ու դա իմ հոբին է։ Բայց ոնց։ Այդտենց, որտեղ մնացած վաղ սենց ամբախ բաներ եմ անում, իսկ Հա, փող չեմ աշխատում ես նկարելուց։ Հա, դե տենց իմ սաղ կյանքը հոբի է։ Ինչ ես սիրում ուտել, լավ, սիրած ուտեստը։ Հա, ուտելիքը։ Լսի, ես բան եմ, ոնց են ասում հայերեն։ Ամենակեր։ Չէ, Գուրման։ Իզբալովն ոնց է հայերեն։ Երեստված։ Երեստված։ Հա, ես շատ երեստված եմ, որտեվ կինս բեսապ լավ է։ Ինչն է իր ասարկածից։ Ինքը նոր բաներ է սարքում, էլի։ Դե, բայց ամենաշատը ինչն է սիրում։ Ես ասեմ։ Չէ, կոնկրետ պատասխանի, Չէ, դու ես կոնկրետ ասեմ։ Կոտլետ, կարտոշկա։ Այդ իմ սիրած ուտելիքներից է, փոքրուց։ Տապակած կարտոֆիլ։ Հա, բա իհարկե։ Ես եմ սիրում դրանից։ Դու էլ ես տապակած բայց կարա պյուրեով լինի, դա էլ բաճ։ Հա, դու էլ ես սիրում տապակած կարտոֆիլ։ Ասում են ձեզ բոլորը սիրում են, չէ, տապակած կարտոֆիլ, չաղացնող է ուղղակի, բայց ոնց որ դե ինչ ան։ Բայց ընդհանրապես եթե կաթ չի, ու համով, լավ է։ Քաշի։
Ինչ ծրագրերում եւ նախաձեռնություններում կուզենաք ներգրաված լինել։ Դա ամենտեղ արդեն ներգրաված է։ Ես հարցերը գրել։ Ինչ ծրագրերում կուզենամ ներգրաված լինել։ Մի տեսակ փոքր տղաս է ինձ վարակել այս վերջերս, որտեվ ինչ որ շալվարով է ման գալի, որը ասում է, որ պիտի հագնի, որովհետև պարզվում է էկոլոգիայի 80%-ը տեքստիլ արտադրությունն է փչացնում։ Դրա համար պետք չի շալվար փոխել, պետքա հա ինչ որ էկոլոգիչսկի sense, հա։ Բայց ուրիշ ինչ որ հատուկ նյութից շալվարը թե ուղղակի չի փոխում։ Չէ, ուղղակի չի փոխում, որովհետև պետքա խնայել տեքստիլ արտադրությունը, որովհետև տեքստիլ արտադրությունը փչացնում է մեր էկոլոգիան։ Էկոլոգիային ուղղված ինչ որ բաների մեջ կուզենայի ներգրաված լինեի, բայց չեմ պատկերացնում ոնց ճիշտն ասած իմ մտածելակերպը նկատի ունենալով, բայց լուրջ տեքստիլն է։ Եթե երազանքների մասին խոսանք, հա։ Բայց այդ տեքստիլի հարցը վերկա Տեքստիլի հարցը հա կարևոր է։ Իսկ դու Կարեն, եթե դա չներ երաժշտություն, ինչ դա կլիներ։ Ասացի, ֆոտո լուսանկարիչ։ Չէ, ուրիշ բան ասա, այդ բանի մասին էր, մասնագիտության մասին էր, իսկ ինչ որ ծրագրեր, որի մեջ դու լինեիր մաս, բացի open up-ից, որտեվ դու ստե հասկանալի է, որ կարևոր մասնիկ ես։ Ես կուզեի Ինդիանա Ջոնս կինոն տեսել եք։ Որ սերիալ։ Ես շատ կուզեի տենց հնեաբան, չէ՞ ճիշտ եմ ասում, հնագետ լինեի ու գտնեի հետաքրքիր տարբեր բաներ ու Իդեպ դա իմ մանկության երազանքն էր։ Հետո ինձ իմ մոտիկ ընկերը ասեց Արփիջան ինչ փող ես դրա վրա աշխատելու, ես մոռացա արդեն այդ երազանքի մասին, որտեղ Չէ, բայց եթե դու իմանայիր ինչ-որ այնտեղ հանք կա, դու կգնայիր գտներ ու կդներ քո ջեբը ու կասեր ոչ մի բան չէ, այդ պետությանը պիտի տաս ու հետո ոչ թե հնագետ է ուզում լինի։ Ես կոնկրետ Ինդիանա Ջոնսն եմ։ Դու Լարա Կրոֆտի ավելի շուտ տղամարդու տարբերակը, որ գերեզմանոցներ թալանով։ Թալան չի ուզում լինի, լավ, շնորհակալություն, ակտը վերջացրեցինք։ Սամվել ջան, հիմա ես ուզում եմ, որ դու մեզ մի քիչ պատմես քո արմատների մասին։ Որտեղից ես, ձերոնք որտեղից են, ընտանեկան պատմություն, ինչ որը քո համար կարևոր է։ Որտեղ ի վերջո մենք բոլորս մի բան ասեմ, էլի ուղղակի Ջոն Քինգին հիշեմ, իմ ոնց որ լավագույն դասախոսներից մեկը, որ ասում էր մենք բոլորս 150 տարվա պատմության սերուցք ենք։ Այն ինչ որ գալիս է մեր կորներ, այսինքն մեր նախապապերից, պապեր, հետո մեզ, հետո մեր թորներ, հետո մեր ծոռներ, կորեր, հետո վերջանում է։ 150 տարի։ Այ այս կտրվածքով ինչ կհիշես։ Ավելի կարճ է ստացվում, որովհետև եթե մամայիս կողմից քանակեր Շամշադին, հիմա որ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանը կա, այդտեղ տունն էր մեր, ես այնտեղ մանկության ինչ-որ հատված այնտեղ եմ ստացրել ու ասում են այդ պապական ինչ-որ դեմքերից մեկը Վերք Հայաստանի մեջի Լուրջ ես ասում։ Մասնակիցներից է։ Հա։ Ну երկրորդ պլանի լավագույն դերը ստացողը, բայց հա։ Հորս կողմից Լեննագնցի եմ այսպես ասած, եթե առաջի բանն այնք Գյումրի, բայց գաղթած են տատս գարսեցի, իսկ պապս մշեցի։ Իմ մոտելա տենցի դեպ ասեմ, հա, քո մոտելա տենց։ Ու ես են դեպքն է, որ ոչ իման չգիտենք, որտեվ որ պատկեր այս ինձ թվում է հայերի մեծամասնությունն է, էլի, այսինքն պապս եղել է փոքր այդ հերթական մի շարասյան մեջ, որին տանում էին թուրքերը ոչնչացնելու ու գիշերով թուրք զինվորը զարթացնում է իրան ու ասում է, որ կարելի որ իր տղունան նման չի կարող թույլ տա, որ որտեվ առավոտը ասպան սաղին ստեղ կոտորելու են ու տանում է գցում է գետի ջուրը, որը անցնի այն կողմ, այնտեղ անդրանիկի զորքերն էին, էլի։ Դրա համար որ գետներ։ Ասի գաղափար չունեմ։
Ուզում ասեմ, այդ շատ կծկտուր հասած փոքր երեխա եղել էր։ Հետո ասել է Գյումրի, այնտեղ ամերիկյան մանկատներ եւ այլն, ու ինչ որ տենց որ վերցնում ես բոլորի մոտ գնում կանգնում է շատերի մոտ, էլի գնում է կանգնում է այդ պատին ու արդեն չգիտես ինչ է եղել։ Կարող է ես ու դու իրար արևան ենք եղել մուշ։ Շատ հնարավոր է։ Որտեղ իմ պապն էլ է ամերիկյան որ փատանը Գյումրիի մեծացել, ըստ երևույթին միասին են մեծացել։ Բանական անցյալ ունենք, որովհետև ինքը գնում լռվում է ու այնտենց ինձ համար միշտ նույնիսկ նախանձել էր, էլի, որ ինչ որ ֆրանսիացին իր տոհմածառը տանում էր, եսին ինչ որ Google կապետի կողմերը ինչ որ բաներ անում են։ Տենց իհարկե ես մեկը դեպի անցյալը իմ մոտ այդ բանը կար, բայց ավելի տենց տարօրինակ ձևով էր։ Ես միշտ հիշում եմ, որ մորս կողմից տենց ինչ որ թելլո է եղել։ Շատ Թելոգին, թե տղամարդ կին, թելո։ Որը ինչ որ տենց դրդրցրել է ցեղել, ոնց հասկանում, սաղին լոգիստիկա, մենեջմենտ, բան, սա agile-ով, բանով, սաղին կառավարել է։ Ու անընդհատ ես որ փոքր է թելլո լսում էի, ու հետո որ մի օր հեռուստացույցով Դարվինի մասին հաղորդում էր, լսեցի, բան ինչ որ իմացա, որ կապիկներ, բան, մարդ, բան, ես տենց մի անգամից ջոգեցի, որ առաջին մարդը, որ կապիկից առաջադարը թելլոն է եղել, որտեղ թելլոից այն կողմը ուղղակի պատմություն գոյություն չուներ։ Նկարումներ։ Տեսել ես ֆիզիկապես։ Ընդհանրապես զուտ պատկերացրել եմ միշտ։ Ու ինքը միշտ փոքր էր իմ պատկերացում, ինքը տենց կորպուլենտ չէր, էլի փոքր էր, բայց հետաքրքիր է, իմ մոտ էլ կար ոմն նախապապ, որի անունը Փոփոլ էր։ Ես չգիտեմ ինչ էր ինքը Փոփոլ, բայց միշտ ինչ լնում էր, ասում ենք Փոփոլից է։ Այ բոլորիս ընտանիքում ինչ որ տենց մի հատ իսկ պապդ որ գնացել է ամերիկյան բան, հա, որ փանոց դրանից հետո ոնց է դասավորվել։ Աստորեն մենակ է եղել, բարեկամ չի ունեցել։ Չէ, հետո ինչ որ անեղել է, գտել են հետո իրար։ Ինչ որ միավորը եղել է։ Բայց հետո դարձել է ճարտարապետ, հետո դարձել է Գյումրի Լենինականի գլխավոր ճարտարապետ, ու այստեղ իհարկե բան կա, այսպես ներքին ուռելու բան կա, որովհետև իր սարկած ոչ մի շենք չի փլվել երկրաշարժի ու հետո ես վերջերս տենց իմացանք, որ Մանուկ կա, Մարտիրոսյան էլի ասենք։ Հետո իմացանք, որ ընկեր է ունեցել արդեն Երևան, որ տեղափոխվել է, որը էլի ճարտարապետ շինարար էր, Սիմոնը Հովնանյան, որը Կիևյան կամուրջն է։ Կիևյան մոստը։ Որն էլ կնոջս պապն է եղել։ Այսինքն մենք հետո իմացանք, որ մեր պապերը իրար իմացել են, էլի։ Ինչը բանա չէ, դիեզերքը։ Բայց պապս շատ շուտ է մահացել, ես իրան չեմ տեսել։ Մի բան հարցնեմ, եթե հիմա հնարավորություն ունենայիր, ինչ որ մի հատ հարց տայիր պապուտ, ինչ հարց կտայիր։ Նոսի, իրականում ես ամենաբարդ հարցն ես տալիս, ընդհանրապես որ ասում են, օրինակ ինչ հարց կտայիր այսինչ մարդուն, կամ էլ ավելի բարդ, եմ ասում որ Սոկրատին հանդիպել ինչ հարց կտայիր, ես կպապանձվեի, հա, լեզուս կապ կընկներ, հա։ Իսկ պապուս այդ որ մի հարց ես տալիս, իրականում բարդ բան ես ասում, որտեղ ես իրական որ չեմ տեսել, ինքն իմ համար ինչ դժվար ես պատկերացնում, հա։ Իսկ այնց օդից վերցրած հարց ինձ թվում է ավելի շատ մարդու հետ ուզում ես նստես մի քիչ խոսած, ծանոթանաս նոր հարց տասել։ Լսի, ինձ հետաքրքիր է իրականում այս հարցի պատասխանը շատ դժվար է տալ։ Ինչ հարց կտայիր, իսկ ինչից կխոսայիր։ Ինչ կուզենայիր իմանայիր իր մասին։ Ես կուզենայի մուշ պատմել, որտեղ ինձ շատ հետաքրքիր է։ Չնայած ես ենթադրում եմ, որ ինքն էլ բան չէր, հիշի, 5-6 տարեկան է եղել։ Առանձնապես տպավորությունները բայց ինձ միշտ հետաքրքրել է թե ոնց են ապրել։ Իսկ դու քեզ մշեցի ես գում։
Սի հա, բայց ճիշտ ասած դժվար եմ ասել ինչ եմ դրա տակ հասկանում, բայց դուրս գալիս է, որ ասում են մշեց։ Մշեցի, հա։ Իմ մոտ այդ բանն է, իմ մոտ տրապիզոն, մուշ, ղարս, ես մեջը դու որտեղած ես, Կարեն։ Երևանից։ Հա, իրենա։ Սա չացրեցի։ Չէ, ես բանն եմ։ Լսի։ Մոտել եմ Մուշ։ Պապիս, պապան Եվ Բոմբեյ։ եղել է Վանից։ Բայց մամայի ես հպարտանում եմ իմ մորական Կոմով։ նախահայրով Դիլիջանից եւ Դիլիջանում առաջ մի հատ թանգարան կար, որտեղ մեծ արջի չուչը կար, այդ իր որսած արջն է, ինքը եղել է Դիլիջանի անտառա նախագահն է։ Դիլիջանի միակ արջն էր, որին որսած։ Որը դեռ պավարոտները գնում էր բանի Դիլիջանի, հենց առաջի ոչկա կար, որտեղ այդ դրած Սերգեյ Զախարիչ էլ իրան տենց էին ասում, հա։ ու իր օրոք Դիլիջանում ոչ մի ծառ ուղակի չէր կտրվի էլի։ Ես իրանով եմ տենց Հետաքրքիր է։ Լավ, անցնենք մյուս ակտին, հա։ Ես ունեմ մթության հարցեր։ Արի մի քարտ ընտրենք էլ ես քարտերից, մի հատ ընտրի։ Նայեմ, Տոր ինձ չէ, չէ, հլը, չէ։ Ինձ ասել են ես ընդե ցույց տամ սկզբից, չէ։ Հիմա նայենք Սամվելը ինչա տեսնում։ Ես ներողություն եմ խնդրում, եթե վատ է երևում, բայց Սամվելը հիմա կասի։ Սամվել ջան, ինչ ես տեսնում։ Հա։ Ծառա, անտառա։ Ծառա, անտառա, թե ծառա։ Նենց տոլկիենական պեյզաժը։ Եվ Հիմա ես ինչքան ուր պետք է հասնեմ, էլի։ ուր ուզում ես, միասին կհասնենք։ Ծառա։ Մայրամուտային է երևի։ Միշտ դժվար է հասկանալ դա արշալույս է թե մայրամուտ, բայց ես թվում է մայրամուտ։ Էս իրավիճակը եւ դու։ Դե ես տեղ երկար կլրվեի, հա։ Ծառի տակ կնստեի, հեռախոս կանջատեի։ Ու Ո՞նց իրականում ծառի հետ որ նստում ես, էլ ոչ հարց պետք է տաս, ոչ բան, հենց ծառը ինչով է լավ, ինքը այն է ինչ որ կա, ոչ ավել, ոչ պակաս, օրինակ քարը հենց ինչ որ մեջը ինչ որ բաներ կան, որ չես ջոգում ինչ, այս ծառը հենց ինքն է իրանով, շատ ազնիվ երևույթներ են ծառերը, ու այն բանը ունեն, հատկությունը, որը այն իմ երազած բժիշկները ունեն, իրականում լավ բժիշկը լավ ծառից լավ է, հա։ Չէ, նկատի ունեմ բժիշկները չնեղանան, նկատի ունեմ կենսական այդ ուժերը են, որ սենց նստում ես կողքը ու ոնց որ ուռ ես լավ իմաստով, ոնց որ մեծանում ես, սենց ընդլայնվում ես, ընդարձակվում ես, ավելի ինչ ասեմ, մարդ ծառը շատ ազնիվ երևույթ է։ Լավ, մի հատ արի հասկանանք, էլի տես ասեցիր մայրամուտ կամ արևածագ։ Եթե անդրադառնանք քո կյանքին, անդրադառնանք քո այսօրվա իրավիճակին, այն ինչ որ դու բոլորս ինչ որ բանի միջով ենք անցնում, չէ՞ հիմա։ Բոլորս անխտիր։ Մայրամուտ, արևածագ, չգիտեմ, օրվա ավարտ, օրվա սկիզբ, ծառեր, մի հատ, երկու հատ, թե անտառ, մի հատ կուզենամ սենց abstract ինձ մի հատ ասես, այս պահին, կյանքի այս փուլում, ինչ իրավիճակում ես դու։ Այս մոմենտով, այդ ծառը այդ առումով շատ լավ է։ Այ, օրինակ ծաղիկը, ինքը ծաղիկ է, ծառը ինքը ծառը։ Չէ։
Այ ծառի վրա կարող է կողքից մի հատ ունակ սեր մնգրի ու լրիվ ուրիշ բույս ասես կողքից աճի այս կողմից կարող է մի 5 ճյուղ չորացած լնեն բայց այն 6-րդ ճյուղն է չորացած բայց ամենածերին մի երկու հատ տերև դուրս գա այս կողմից կարող է լավ փարթամ լինի այն մյուս կողմից կարող է մի երկու դեղնած տերև լինի եւ այլն դրա համար ծառը շատ սիրուն նկարագրում է երևի ոչ միայն իմ կյանքը, որտեղ ինքը կոմպլեքս, ինքը գաղութ է իրականում մի բան չի, էլի ծառը ոնց որ մի հատ մի անտառ լինի։ Լավ, ինքը ունի արմատներ եւ ինքը ունի այն ինչ որ գետնից վերև է, հա։ Ինչն է քո մոտ ավելի մեծ արմատները թե վերևը։ Երևի արմատները, բայց այդ չգիտեմ լավ է թե չէ։ Ես էլ չգիտեմ։ Տես ասում ես մուշը չես տեսել։ Բայց ծառի արմատները ես բացարձակ այդ տեսանկյունից չեմ նայում։ Լավ, ինչ տեսանկյունից։ Չէ, եթե նայում ես որպես արմատ մարդկային տեսանկյունից, ապա ընդհանրապես արմատը պրոբլեմատիկ երևույթ է։ Մի կողմից դու լրիվ անարմատ չես կարող լինել, կարող ես լինել, բայց այդ հետ լավ բան չի, հա։ Բայց եթե արմատներին կարճում ես ու մենակ արմատներին ես կպնում, դու դադարում ես այն վերևի մասդ աճացնել, այսինքն մեծ հաշվով չես զարգանում։ Այսօրվա աշխարհի պրոբլեմներից մեկը հենց դրանում է, որ հասարակությունը, մարդկությունը կիսվել է երկու մասի։ Մի մասը ուզում է լինի արմատներից ազատ, լրիվ դեպի ապագան եւ այլն, ու այնպես մարից ցնդում է մի գծով։ Այն մյուս մասը սաղորը մենակ արմատների մասին է մտածում ու ուզում է նմանվի իր պապուն, այսինքն չի ուզում տարբերվի, բացարձակ նոր բան չի ուզում բերի, հանգարց մի բան չփոխվի, որովհետեւ կամայական փոփոխություն դա ոտնձգությունը արմատներին։ Այս երկու բևեռները աշխարհը փոխում են։ Չէ, տակրկիր բան ես ասում։ Ես հիշեցի մի հատ շատ հետաքրքիր հոգեբան էր, որը որ ասեց, ձեր խնդիրը կայանում է նրանում, որ դուք շատ եք նայում դեպի անցյալ, ու ձեր հայացքը հայերի մասին էր ասում, ձեր հայացքը դեպի ապագա չի, այլ դեպի անցյալ է։ Ասի իրականում, բայց դա էլ տես չի։ Մենք նայում ենք դեպի անցյալ, բայց մենք մեր անցյալը չենք էլ տեսնում։ Որովհետև փաստացի, այն որ մարդիկ մեծ կանան խոսան, չէ՞, մենք ունեցել ենք նարեկացի բանը։ Քանի օքյա ռեալ նարեկացի ընդհանրապես կարդացել։ Տեսել իր գիրքը։ Հա, չէ, տեսած կլինեն, ամենտեղ ինչ որ աբոյի գույնի առնում են, բոլոր գույնի նարեկացիներ կան, ու այնց բռնցնում են ռեմոնտի գույնի, բայց մեծ հաշվով մենք մեր անցյալին փորձում ենք կարճել ու իսկապես ինչ որ երևի դեպքերում շատ տեղյակ չենք։ Բայց մեծ հաշվով տեղյակ չենք, այսինքն շատ էպիզոդիկ անցյալ է, ինչ որ մի հատ ավարա էր, մի հատ եսի միջ, մի հատ այսպես։ Իսկ մեջտեղը ինչ ա եղել, մեծ մասը տեղյակ էլ չի։ Կավարտես իմ համար նախադասություն։ Փորձը Հակառակորդն ինձ համար մուրազ է, բայց եթե լավ հակառակորդ է։ Օրինակ այն ոլորտում, որտեղ ես հիմնականում աշխատում, կիբերանվտանգությունը։ Այս ոլորտի պլյուսերից մեկը այն է, որ հակառակորդները դեմք են։ Ցավոք իրանք վատ բաներով են զբաղվում, բայց կոնկրետ հանճարեղ մարդիկ են աշխատում։ Ու չես նեղվում, սրտ նեղվում, որ ինչ որ դեբիլների հետ գործ ունես էլի։ Այլ ու շնորհիվ դրա էլ ուղեղի ինչ որ ինքդ էլ ես զարգանում էլի։ Դահլիճին եմ ուզում դիմել։ Հակառակորդն ինձ համար ավարտենք նախադասությունը։ Հետաքրքիր փորձառությունը։ Փոխանցեք։ Մոտիվացիա։ Չհետաքրքիր։ Стимул.
նմանատիպ բան ուղղակի տեղում չնստելու աճելու հնարավորություն։ Ես ուզում եի ասեի հնարավորություն։ Առաջ արտավազդ։ Ինքը հակառակորդ չունի։ Ինքը առանց հակառակորդ։ Բոլորին խեղդել է։ Երևի ճանապարհը հակառակորդը։ Արտակ։ Ինքնաճանաչում։ Անի։ Ճիշտ ասած իմ համար էլ է մոտիվացիա, այսինքն զարգանալու հնարավորություն, որ փորձես ավելի լավը լինել իրան։ Հակառակորդն ինձ համար Կարծում եմ գերբնական ուժեր ստանալու հնարավորություն։ Այն չէ տակրքիր է։ Գերբնական։ Այո։ Լավ։ Ինչ անգամ ինձ բնորոշ չի։ Ես կողմ։ Ես կասեի նաև մրցակցություն ու ինքդ քո հետ առաջի հերթին, ինքդ քեզ հաղթելու հնարավորություն, հետո նոր արդեն դիմացի։ Աննա, իսկ ով է հակառակորդը։ Հակառակորդը ես կասեի այն քո ներսի ինչ որ մի ворթերն են, որոնց դու պետք է հաղթես առաջի։ Քո ворթերն են։ Միանշանակ։ Շատ շնորհակալություն։ Հակառակորդն ինձ համար էմա։ Հակառակորդը ինձ համար այդ խթանն է, ներքին ուժն է, որ դեպի առաջ գնաս, զարգանաս, ստիմուլ է տալիս ինչ որ չափով։ Ձեին ով է հակառակորդը։ Սթափվելու ազդանշան տվողն է, որովհետև մինչև ինքը չի գալիս, մենք չենք հիշում ինչքան կարևոր է պարբերաբար սթափվելը։ Հակառակորդն ինձ համար նոր փորձառությունն է։ Ով է հակառակորդը, Մարին։ Մարդ է։ Ես մարդ, որը ստեղծում է իմ համար նոր հնարավորություն։ Իրականում իմ համար մի հատ հակառակորդ կա, այդ ես եմ։ Կեցես դու։ Ուրիշ հակառակորդ ես չեմ տեսել իմ կյանքում։ Կեցես դու։ Հակառակորդը քեզ համար տաթև Չկա։ Անիմաստ ժամանակի ծախսը։ Դու էլ կեցես։ Ինձ մոտ էլ է երևի թե նույնը, դրա համար փոխանցեց տաթևին, որովհետև այդ մասին շատ չեմ մտածում։ Չունեք դուք հակառակորդ։ Ես տենց եմ հասկանում։ Չէ, լինում են դեպքեր, երբ որ լինում են, ինչքան էլ որ մտածում ես ինքդ քեզ պետք է ավելի անցնես, բայց լինում են կյանքում չեն կարող լրիվ բացառել, ավելի լավը դառնալու այնտեղ ասեցին էլի, ավելի լավը դառնալու նաև հնարավորություն։ Լավ։ Կարեն, հակառակորդը ինձ համար։ Ես միշտ իմ կյանքի ընթացքում նենց բան եմ եղել, որ երբեք պետք չի ինչ-որ մի բան անել, ապացուցել ու ասել տեսեք, ես սենց եմ ինչ-որ չունեմ մտածել։ Միշտ ինչքան էլ մենք հետ նայենք, միևնույնն է, մարդկության մեջ ոչ մեկ չի կարա Լեոնարդո դա Վինչի կամ նման մեծությունների պես մարդ լինի ու մեկ զարմանալի է, թե իրանք ովքեր են եղել ու դրա համար մինչև մենք հասնենք ինչ-որ մի հատ փուլի, այդ ուրեմն մենք իցնե պետք է ինչ-որ մեզանից մի բան ներկայացնենք։ Դրա համար ես այդ սաղը սովորական մահկանացումներ ենք, թե մի քիչ գնամ դեպի անցյալ, թե ինչեր ենք մենք ունեցել ու ինչեր է եղել աշխարհում։ Իսկ մի հատ փոքրիկ մասնիկ դրա համար եթե ես նայեմ հակառակորդը ով է, երևի պետք է նայեմ հայելի մեջ ինքս ինձ։ Ինքդ քեզ։ Չգիտեն գլխներին ինչ է գալու հիմա։ Մի բան, որ չէինք սպասում Սամվելից։ Այ ինչ կարա հիմա Սամվելը անի, որ ձեզ զարմացնի։ Ինչ։ Ջութակ չէ, բայց դա կլինի էլեկտրոգիտար։ Ծափահարություն եմ խնդրում եմ։ Բայց ես Դա լարա պետք, իմանալով լարա պետք։ Գլխանց զգուշացնեմ։ Ես իրան ամիսներով չեմ կպել, այսօր առավոտ մի քիչ բզբզացել եմ, որ մատերս բացվել։ Դու առաջինը չես, Սամվել ջան, մեր էպիզոդներում։ Ուղղակի ես արդեն իսկական հոբի է դարել հերը տնից տեղից։ Կարճ ասած ես սուտ խոսամ, բայց վախտին տենց ռոք էի նվագում։ Բնականաբար երբ որ ռոք են նվագում, սկզբից գիտարը որ վերցնում են, նվագում են
հենց պարապեցի գործ անցած նրան, որ սկսեցին նվագել ինչ-որ խմբերում։ Նույնիսկ երևի չխափեմ, բայց Հայաստանի առաջի պանկ ռոք խմբում եմ նվագել։ Անունը Արխավ իմինի Բերտոլդը Շվարցը։ Հետո ես որ դուրս եկա, անունը փոխվեց շատ կարճ դառավ, իր տարբերություն դառավ Ռոդեո։ Մնում էր երկեր, Սամվել։ Այդ չէ, դե ասում եմ, կես տարին մեկ գիտար ձեռս բռնեմ, ափսոսում եմ բեսամ, դեն չումազիկի վիճակներն են։ Որը ջութակը կերա, իրականում մեջը խրատ կար այդ իմ պատմածի մեջ։ Որն էր խրատը։ Դե որ ջութակս կորավ եւ այլն, ուզում եմ ասել, կապած, կուզենայի նվագեի, բայց ինչ որ այդ գծով մոտս ժամանակ չեղավ, բան չեղավ, իսկ երաժշտությունը լուրջ գործ է։ Կարեն։ Ձեռի հետ բզբզալով չի լինի, էլի։ Դե տենց լադուշի, տենց տանը ինչ որ մեկ-մեկ նվագում եմ։ Դպրոցում էլ քանի որ նաև երաժշտություն էի դասավանդում, բլոկ ֆլեյտա էի նվագում երեխեքի հետ։ Սպորտից բացի, ֆիզկուլտուրայից բացի։ Հենց որ Տես տխուր բան էր։ Տխուր չէ, շատ հետաքրքիր։ Խնդրում եմ ծափարեք, մարդը ցույց տվեց։ Եվ անցնենք մեր ծև տուփին։ Հա, տուփը։ Տուփը։ Տուփի մեջ մենք ունենք մի առարկա, որը շատ կարևոր է Սամվելի համար։ Եվ հիմա մենք բոլորով պիտի փորձենք այդ գուշակել։ Արեգ ջանը դյուղի, հիմա պետք է հերթով հարց ենք տալի, որին Սամվելը պատասխանում է կամ այո, կամ ոչ։ Եվ պիտի փորձենք կռահել, Արեգ ջան, Վահեն հարց ունի։ Այո կամ ոչ, հա? Այո կամ ոչ պատասխան։ Մեջ է, հիմա կապված է քո ներկա մասնագիտության հետ, այսինքն կիբերանվտանգության։ Չէ։ Հարցեր։ Ստեղ հարց։ Մանկությունից детства или нет? Նույն հարցն եք տալիս։ Սենց ասեմ, այն ինչ որ կոնկրետ ես բերել եմ, ինքը ինձ մանկությունից աչքիս առաջ է եղել ու սենց ազդել ա վրես։ Չեմ կարող ասեմ հիմա ոնց, որտեվ կջոգեք։ Բայց ինքը մանկական բան չի։ Մանկական չի։ Այսինքն ես հետո մեծացել եմ նոր եմ։ Ջոգել ինչ էի նայում։ Հարց։
Ինչ որ մեկի նկարն է կամ ինչ որ բանի։ Չէ։ Չէ։ Ինքը Չէ։ որ վաճառվի որպես, ասենք, չգիտեմ, իրանից արժեք ներկայացնում է նյութապես, թե ավելի շատ Շատ Այո կամ ոչ։ Դե հասկանում ես լավ sales-ի մասնագետ ամեն ինչ կծախի, բայց ինքը թանկ բան չի։ Չէ։ Սենց չէ։ Բայց այո կամ ոչ հարց։ Չէ, տենց սպეციფიկ բան չի։ Հետո Խաղալի կլներ փոքրուց էլ կխաղայի, էլի, հա։ Կրոնի։ Չէ, նո ինչ որ տարեր մեջը կան։ Շատ վերացական։ Հա, տենց մտքովս չեն անցնի կապել։ Պրակտիկ տան մեջ ինքը կիրառություն ուներ։ Չէ։ Դե տանը գիրեք, ամեն ինչ էլ կարա օրինակ դուրը փակվում էր կողքը դնես, բայց տենց չի։ Չէ, տենց բան չի։ Հարցեր։ Երազների։ Գիրեք, պետք է հարցը ճշտեք, որտեղ տեսականորեն երազների մեջ ինչ ասել կա։ Ուզում եմ ասեմ, երազների հետ կապ են երազ բռնը, այն որ լավեցնով չի, էլի։ Երազի բանը բռնով։ Չէ, տենց։ Հարցեր։ Բայց երազների Ընտեր հարց կա։ վրա լուրջ ազդեցություն կարող է ունենա։ Կարող է չունենա։ Ուզում եմ ասեմ, այդ իր ֆունկցիան չի, բայց տենց դրսևորում ունի։ Խնդրեմ։ Երկաթից է։ Չէ։ Դե չէ, տենց Այդտենց ֆունկցիոնալ իր չի։ Այսօր ստեղ ենք ժողովուրդ միներալա քարա, հա։ Չէ։ Ոչ։ Փոքր ժամանակ որ նայել եք այդ իրին առարկային հասկացել եք իր նշանակությունը։ Չէ, դա նշանակությունը պարզ է, բովանդակությունը այդքան էլ չէ։ Վախ իրական կար, բայց այդ վախը շատ խորքային, սենց որ ասեմ կար, դուք ձեզ ուրիշ կողմ կտանի, էլի։ Իկոնա է։ Չէ։ Չէ։ Արփիջան, իսկ դու իրանց տանն ես տեսել այդ, թե ինքը հետը բերել է։ Մեջն է, տուփի մեջ է, ժոր։ Միջև այսօր։ Այսինքն իրա չափը այս տուփի մեջ տեղավորվում է։ Միջև այս երեկոն չէիր տեսել, հա։ Այսօր է բերել։ Հուշում տանք, փայտը մոտիկա, քառակուսի, ուղանկյուն, փայտ չի, բայց փայտից են ստանում իրան։ Գիրքը։ Ով ասեց։ Գիրքը։ Հա, գիրքը։ Հիմա մնում է հասկանանք ինչ գիրք է։ Ինչա։ Գիրք է։ Նոր կտակարանը։ Ինստեղ հուշում են նարեկն է։ Չէ։ Մի հատ գնացեք։ Նարեկն է։ Նարեկ։ Հա, չէ։ Նարեկացի չի, չէ։ Սոնիկ չի։ Երազահան չէ։ Բայց ուղղությունը ճիշտ եք բռնել։ Եփրեն Վերդին չէ։ Նաստրադամուս չի։ Չէ, բայց մի քիչ մոտիկացար։ Մեջը մի երկու էջի վրա աստրոլոգիա կա։ Հա։ Չէ։ Կանտի գիրքը փոքր։ Կանտի չէ։ Կանտի չէ, բայց չէ։ Ոնց հուշենք, հա։ Չեն հասկանա։ Իսկ դու բացես պատմես։ Բացեն ցույց տամ։ Իրականում այս գիրքը ես փոքրուց տեսնում էի ու զգում եմ որ ինչ որ յուրահատուկ գիրք է։ Փոքրուց։ Փոքր ժամանակվանից վախենում էր, չէ։ Չէ, իրական սա Գյոթեի Ֆաուստն է։ Որը ես մեծացա, կարդացի ու հասկացա, որ այս
աշխարհի ամենաուժեղ գիրքն է։ Դե դրա համար ասեցինք։ Ասեցին, որ ինչ-որ sense։ Տենց։ Հա, բե կարելի ասել։ Հա, բայց բոլոր գրքերի մեջ դժվար էր կռահել, էլի, մոռանամ վերադարձնեմ քեզ։ Թե չէ, ոնց որ, բայց հետաքրքիր է, որ մեր տանը չկա իրականում, մերոնց տանն է, բայց մերը ուրիշ է, չէ՞, Ռուբ, մեր աբլոշկան ուրիշ ձևի է։ Այս լավ թարգմանություն է։ Սովորաբար Պաստերնակի թարգմանություններն են, որը Պաստերնակը շատ վատ էր թարգմանում, էլի, ընդհանրապես։ Հա, բամը մերը հենց Պաստերնակն է։ Խավադովսկի։ Իսկ ասես ինչն է գրքի մեջ առավել քեզ դիպչել։ Լսի, դե իմ կարծիքով Ֆաուստը ընդհանրապես այն Ֆաուստը, որը Գյոթեն է նկարագրել, մենք երկար թեմա իհարկե, որտեղ Ֆաուստներ գրվել են Մարլոնը գրել, Լեսինգը եւ այլն, բայց ինքը եթե հիշում եք կերպարեր, այսինքն ինքը գիտնական էր, որը չէր կարողանում գտնել կյանքի իմաստը, ու վերջը կապնվում է սատանու հետ։ Ոնց որ իր հոգին փոխանակում է այդ ոնց որ ուղնուցուցը կյանքի հասկանալու վրա ու գոյություն ունի այդպես կոչված ազգային Ֆաուստի լեգենդ, որը Գերմանիայում փողոցներում բեմադրվում էր եւ այլն, ու շատ տարածված երևույթ էր, ու այնտեղ ոնց էր Ֆաուստը իսկապես տենց դառնում էր հզոր գիտնական ու կախարդ, բայց միշտ վերջում սատանան հոգին տանում էր։ Գյոթեն այս ամեն ինչը փոխում է, այսինքն իրականում Ֆաուստը ոնց որ վերջում փրկվում է, ինքը կարողանում է օգտագործել չար ուժերը, որը ուրիշները վախենում էին նույնիսկ մոտենալ, բայց կարողանում է դա ոնց որ չդառնալ ստրուկը, էլի դրանց։ Ու իմ կարծիքով այսօրվա մարդու էությունն կերպարն է, որովհետև մարդը այսօր ստիպված է շատ հակասական ուժերի հետ շփվել ու կամ պետքա կործանվի կամ կարողանա մեջից դուրս գալ։ Ու այսօրվա քաղաքակրթության յուրահատկությունն է, որ առաջ փաստացի խուսափում էին ինչ-որ բաների հետ շփվել, այսօրվա մարդը փաստացի ոչ մի զսպող բաներ չունի, ու հարցը նրանում է, թե Ֆաուստի որ ավարտը կլինի։ Գիտես ինձ ինչ է հիշացնում, են որ ասում է հրաբուխը, ոնց որ կարծես թե ջախջախիչ ուժ է, բայց եթե մի փոքր հեռու կանգնես, կարող է եւ այդ լավան, որ իջնում է, մեջը ինչ-որ թանկարժեք քարեր լինեն։ Դե, բայց իրականում հիմիկվա մարդկություն է տանում հետաքրքիր է, որովհետև ոնց որ տաբուներ չկան, օրինակ 100 տարի, 200 տարի առաջ, օրինակ նույն կրոնը սահմանափակումներ էր մտցնում, այսինքն գիտությունը ինչ-որ ուղղություններով չէր կարողանում զարգանալ, որովհետև համարվում էր դա սխալ, վատ եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը չկա, փաստացի։ Ինչ որ վերջի մի երկու բաներն են սահմանափակումները մնացել, ենթադրենք մարդու կլոնավորումը դեռ ինչ որ ձևով թույլ չի տրվում։ Բայց փաստա որ մարդու ձեռքը ընկնում են շատ լուրջ վտանգավոր գործիքներ, բայց հարցը նա է, որ դու այլևս այդ տարբերակը չունես, որ ասես ձեռ մի դուր։ Այստեղ ուղղակի հարցը այդ Ֆաուստի խնդիրն է, այսինքն դու ձեռ տալով ուր կգնաս։ Իսկ դու ուր ես գնում։ Դե երևի այն որ ասում է հերձումը ցույց կտա ես։ Լավ, անցնենք վերջին ակտին, սիրելիներս։ Անդրադառնամ ծրարին, մեջը եղած բառերին։ Սա թե մոռացել եմ ինչ գրել։ Ինքը մոռացել է ինքը ինչ ա գրել։
Բայց եկեք մի հատ վերջին անգամ հետադարձ կապ տանք Սամվելին, որոնք են այն 3 բառերը, որ իրան նկարագրում են։ Դիմում եմ ձեզ, սիրելիներս, ինչ բառերով կնկարագրեիք Սամվելին այսօրվա երեկոյից հետո։ Խորիմաստ։ Մի բառով Հա, ասեմ ես։ փոխանցի ջան։ Неоднозначный, երևի ոչ միանշանակ։ Խիզախ։ Գաղտնիքներով լի։ Հետև փոխանցի։ Անհանգիստ։ Անհանգիստ։ Ինչով։ Սամվելը սկզբում ասաց, որ պայքարների մեջ էր, անհանգիստ էր ինչ-որ հարցերի շուրջ, դրա համար տենց ամբողջացրեցի, ըստի որ կարող է ինքը անհանգիստ լինել, տեսակով անհանգիստ մարդ։ Տեղը ճիշտ է թրվում է։ Անայև։ Հա, Մարին։ Բայց միաժամանակ չշտաբող։ Այո։ Մեկը ինքը համեստ է։ Համեստ։ Նոր տպավորություն ենք ասելու, թե ինքը ինչ է գրել։ Նոր, այն ինչպիսին է Սամվելը Ինձ մոտ բան համացանցերում։ չփոխվեց, որովհետև տարբեր միջավայրերում լսել եմ ու երևի իսկական բառն է լավ բնորոշում, որովհետև տարբեր տեղերում իսկական է, այսինքն նույն ձևը Իսկական կա երևի։ Լավ։ Բազմակողմանի։ Ինձ թվում է քաոտիկ։ Քաոտիկ։ Այդ բառի լավ առումով։ Այսինքն քաոսի մեջ ինչ որ հանգիստ գտնող։ Փոխանցենք են կողմ։ Ես փորձեցի մտածել այս ընթացքում ու ինձ թվում է Սամվելը շատ պրպտող տեսակ է։ Բզբզող ես կասեի։ Պրպտող, խնդրող։ Ու Սամվելից շատ դրական էներգետիկա է գալիս դեպի այս կողմ, դեպի մեր կողմ ու Ինձնից չի գալի։ Ձեզնից միշտ է գալի։ Մի ասում եմ сам себя не похвалишь։ Շատ մարդասեր կարծում եմ։ Շնորհակալություն։ Հաղորդման ընթացքում երևի ավելի բացահայտվեց որպես խորը իմաստուն մարդ եւ նաեւ կնշեի հետաքրքրասեր, ինչ որ ամբիցիոզ։ Рассудительный. Рассудительный, видишь? Մի քանի բան, առաջինը էրոդիտ, ինձ համար բացահայտում էր Սամվելի, մեկ էլ իր այդ երաժշտության, արվեստի նկատմամբ, չգիտեմ դա ոնց նկարագրեմ, մելանխոլիկ, չէ, միգուցե տենց էլի, չէ մի բան։ Մելանխոլիկ։ Հա։ Ինձ համար ինքը միշտ ավելի տենց ճշգրիտ գիտություն է, միգուցե իր մասնագիտությունն է խափում։ Ես չէի պատկերացնում, որ ինքը այդ կողմն էլ ունի իր կյանքի։ Խառը ու տարբերվող։ Իր ստայլով կամ այտենց մի բան էլի։ Հաստատ ջոկ ես որ Սամվել Մարտիրոսյանն է։ Իմ համար ինքը շատ համբերատար է։ Այդ ինքը որպես աշակերտ է ասում են։ Աշակերտ եմ ձեր գործի բնույթով։ Շատ ես հոգին կերել։ Չէ, ռոբոն չէ։ Մտերմիկ ջեր։ Այն որ իմ կարծիքը հաստատ փոխվեց այսօրվանից հետո, որովհետև դուք իմ համար ինֆորմացիայի աղբյուր եք, ճիշտն ասած, միջև այսօր։ Հիմա դիզինֆորմացիայի աղբյուր։ Արդեն ուրիշ աչքով կնայեմ, չէ, երբ որ մարդուն արդեն ինչ-որ մի ձև ճանաչում ես տարբեր կողմերից, համենայն դեպս ես կարծում եմ, որ դուք շատ ազնիվ եք, դուք ինքներդ ձեր համար, չգիտեմ, մեր հետ կարող է այդ ազնվությունը շատ չեք կիսում կամ նո մեր հետ նկատում եմ աուդիտորիայի եւ մարդկանց, բայց դուք ինքդ ձեր հետ եք ազնիվ իմ կարծիքով։ Ես ճիշտ ասած դեռևս չեմ գտել այդ բառը։ Ինչի։ Չգիտեմ։ Այսինքն ինքը նաև անհասկանալի է։ Հա, ինձ համար երևի թե անհասկանալի։ Կարեն։ Ճկուն։
Ինչ։ Ճկուն, Ճկուն։ Ճարպիկ։ Ես ոնց որ այբուբեն է, որ այբենարանում ճտարով բառ, ճկուն, ճարպիկ, ճիվաղ։ Բայց ընկերասեր։ Ես էլ ասեմ, իրականում պարզավոր ես Սամվելին մի ձևի եմ ճանաչել եւ միասին ինչ որ ճանապարհ ենք անցել, ես այսօր փորձել եմ ուրիշ ձևի նայեմ Սամվելին։ Իմ համար ինքը բազմաշերտ է, ինքը իմ համար հոգում ամուսնուս հետ կհամաձայնվեմ, որ մանուկ է, այսինքն ինքը սենց ինչ որ փնտրտուքների մեջ է, հա, դեռևս այս կյանքում, եւ իմ համար ինքը սկզբունքային է, չնայած որ իր սկզբունքները շատ խորը փակած է իր մեջ եւ ինքը բացահայտ դրանց մասին չի խոսում։ Այսպես։ Դե կարդա քո բառերը։ Կարդամ։ Իրականում ես ուզում էի գրել խառը։ Խառը։ Հա, բայց հետո ասեցի մի քիչ ավելի լուրջ այդ նույն բառը գրեմ, գրեցի քաոտիկ, տենց որ։ Բա ինչ հետաքրքիր է։ Մյուսը հետաքրքրասեր է։ Երրորդն էլ մելանխոլիկ։ Մելանխոլիկ, ես դա չգրեցի, որտեղ բացահայտ ասել էիր, մելանխոլիկ, ասեց, որ խոսում էինք, ասեց արփի, ասում կբացվես Սամվել, ասում է դու գործ ունես խորը մելանխոլիկի հետ, չգիտեմ ոնց կստացվի, բայց ինձ թվում է ստացվեց Սամվել ջան, չգիտեմ, ոնց են քո զգացողությունները։ Հեշտ չէր։ Հեշտ չէր։ Ինչ ես զգում հիմա, երբ որ բոլոր փորձությունները անցանք։ Դե որ ասում եմ։ Չէ, դե հետարքիր է կողքից լսել ինքս ինձ։ Ինչ որ բառեր կփոխեիր։ Հիմա։ Չէ, դե տենց անթար լավ է։ Հա։ Ես ուզում եմ խորին շնորհակալություն քեզ հայտնել, որտեղ հասկանում եմ, որ հեշտ քայլ չէր։ Ինձ համար դու միշտ եղել ես հանելուկ, անկեղծորեն ասեմ։ Հանելուկ այն իմաստով, որ ես քեզ ճանաչել եմ որպես քաղաքի տղա, ես քեզ ճանաչել եմ որպես մարդ, որը պահել է մեր պատը, մեր դժվար պահերին եւ բոլորիս ասելա ոնց մեկ-մեծ պիտի պահենք, հա, ու բոլորս դա հիշում ենք ու դրա համար քեզ երախտապարտենք, բայց նաեւ ինձ հետաքրքրել է ինչ է այն քո խորքային առանցքում, որը որ քեզ ստիպում է անել այն, ինչ որ դու անում ես, հա, եւ հայկական իրականության մեջ եւ ընդհանրապես։ Ես ուզում եմ բոլորիս անունից քեզ շնորհակալություն հայտնել, որովհետեւ եթե քո տիպի մարդիկ մի փոքր ավելի շատ լինեն, ու դա ես չեմ ասում, որտեվ բեմից եմ ասում, ես առանձին էլ դա կասեմ, եթե քո նման մարդիկ մի քիչ ավելի շատ լինեն մեր իրականության մեջ, ապա մենք հաստատ շատ ավելի մեծ արդյունքների կհասնենք եւ հասարակությունում եւ ընդհանրապես։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Շնորհակալություն, որ եկաք, շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Կարեն ջան, Արփի ջան, Տարեն ջան, Արփի ջան, Սամվել ջան։ Շատ շնորհակալություն բոլորին։ Ստե մենք գնում ենք։ Հա։ Մենք գնացինք։ Եկեք բացենք։